հարգելիներն կապված դիրքորոշում հայտնելու հետ սահմանադրական դատանի որոշման որոշ հարցեր գործի փաստական հանգամանքների եւ սահմանադրական դատանի որոշման համատեքստում դեռևս լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունեն եւ դա է պատճառը հարգելի դատարան, որ այս նիստով միջնորդում գործի քննությունը հետաձգել եւ խնդրում եմ տրամադրել 1.5 ամիս ժամկետ։ Ատիկին Հարությունյան ներկայացվել էր նախորդ դատական նիստով դիրքորոշում պատասխանողի կողմից ըստ գույքերի ծագման խնդրի կապակցությամբ սահմանադրական դատարանի հենց որոշման համատեքստում դիրքորոշում հայցի վերաբերյալ եւ բավականաչափ հստակ էր պատասխանողի դիրքորոշումը կապված նրա հետ, իհարկե այս մասով հարց ունի դատարանը 2011 թվականը, որը նշվել էր դիրքորոշման մեջ ինչ տարեթիվ է, կխնդրեմ նախ պարզաբանեք, որպեսզի դատարանը Որ հատվածում փոխարկի դատարանը հենց եզրափակիչ մասում ես ընթերցեմ, որպեսզի պարզ լինի, նշել եք Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում նշել եք փաստացի նման իրավիճակում սույն քաղաքացիական գործի շրջանակներում վեճի առարկա պետք է հանդիսանա բացառապես այն գույքը կամ որպես բռնականության ենթակագույք պետք է դիտարկվի բացառապես օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի իմաստով այն գույքը, որը ձեռք է բերվել օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետի իմաստով պաշտոնի ստանձնման պահից հետո, որը ըստ գործման 17 թվականի Շարուշանյան դեպքում, իսկ այն գույքը, որը նշել եք 2011 կամ 2017 թվականին նախորդող ցանկացած այլ ժամանակահատվածին է վերաբերում, չի կարող հանդիսանալ սույն գործով վեճի առարկա, այլ 2011 թվականը հարգելի դատարան դա վերաբերում է ըստ էության առաջի շահութաբաժինը, որը Շարուշանյանը ստացել է ուսումնասիրության նյութերի 2011 թվականին է վերաբերվում, դրա համար մենք նաև դատարանի ներկայացել ենք անպատասխան փաստաթղթեր առայն, որ 2011 թվականի միջև այսօր որոշ համանդրական դատարանի որոշում առայն, որ 2011 թվականի ստացած եկամուտները ամբողջությամբ օրինական են։ Դա 2011 թվական դա ստացված շահաբաժնի վերաբերյալ է եւ համապատասխան գույք է նաեւ ձեռք բերել 2011 թվականին, եթե ես չեմ սխալվում, 2011 թվականի գույք է ձեռք բերել, որը ըստ դատախազության գնահատմամբ որոշ չափով դիտվել է ապօրինի։ Այսինքն մենք առաջի գույքը, որ ձեռք բերվել 2011 թվականի Շարուշանյանի կողմից եւ շահաբաժինը ստացվել 2011 թվականից, փաստացի ուսումնասիրությունը, այսպես ասած, սկսել է 2011-ից 2017 թվականի գույքերն են այնտեղ ներառված։ Այսինքն մենք ասում ենք 2011 թվականին, որ առաջի գույքը ձեռք է բերվել ըստ դատախազության գնահատման ապօրինի ա եղել, մենք ասում ենք սա չի կարող հանդիսանալ ուսումնասիրման եւ ապօրինի գույքի սահմանադրական դատարանի որոշման ապօրինի գույքի քննարկման առարկա։ Ճիշտ է հասկանում, որ ձեր դիրքորոշումը այն է, որ 2017 թվականից, այսինքն ձեր վստահորդի պաշտոնը ստանձնելուց առաջ ծագած ձեռք բերված գույքերը չեն կարող Այո, միանգամայն ճիշտ եք հասկանում։ Այո, 2017 թվականից նախորդող ժամանակահատվածում ձեռք բերված բոլոր գույքերը դրանք ամբողջությամբ օրինական են եւ ուսումնասիրման առարկա չեն կարող հանդիսանալ, քանի որ սահմանադրական դատարան հստակ նշել է, որ պաշտոնի ստանձնման պահից հետո բխող բոլոր գործողություններն ձեռք բերված գույքերն են կարող են ուսումնասիրության առարկա հանդիսանալ։ Շատ լավ, լիովին պարզ է դատարանի համար, հիմա դատարանը բացում կատարի կրկին վերստին հայցվորի կողմից ներկայացրած միջնորդությանը գործի քննությունը հետաձգելու հետ կապված։ Ըստ էության հայցի առարկայում ներառված գույքերի փաստորեն անշարժ գույքերը բոլորը ճիշտ եմ հասկանում, որ 2017 թվականից առաջ ձեռք բերված գույքեր էին։ Հարգելի դատարան, երկու գույքի մասում, որը երկրորդ եւ երրորդ կետերում է ներառված, դրանք 2017 թվականին ձեռք բերվել, խոսքը թիվ 2 արտադրամասի, ինչպես նաեւ երկու կոտորակմեծ հողամասին է վերաբերում։ Այդ երկու գույքի մասով 2017 թվականին են ձեռք բերվել եւ նշեմ հարգելի դատարան, որ պատասխանող կողմի ներկայացի դիրքորոշումը բաց է դատախազության համար եւս իհարկե։ Մի հարց է ձեր հայտարարության կապված, նշում եք 2017 թվականի երկու գույք ձեռք բերվել, ապացուցման պարտականությունը աշխատելու մասին որոշմամբ նաեւ դատարանը հայցի փաստական հիմքերի վրա
նշել էր բույքերի ձեռքբերման կոնկրետ տարեթվերը, այսինքն ամսաթվերը եւ Փետրվար ամսին է հարգելի դատարան դրանք Փետրվար ամսին է 03-02 պաշտոնը ստանձնել է երբ 2011 թվականի հոկտեմբերից նոյեմբեր միջակայքում այստեղ ավելի հստակ այսինքն բույքերը ևս պաշտոնի ստանձնման պահից առաջ են ձեռքբերվել ամսաթվային իմաստով ամիսների տեսանկյունից թե նույն տարեթվին, բայց ավելի վաղ ճիշտ է ժամանակագրական տեսանկյունից ձեռքբերվել է Շատ լավ։ Այդ պարագայում կենտրոնացան խնդրում ձեր միջնորդությունը ավելի բույքերը հստակեցնել։ Սահմանադրական դատարանի դիրքորոշման հետ կապված հայցի հետաքննության համար ինչ պետք է բարձր դատախազությունը համար։ Հարգելի դատարան, այս պահին այս դատական նիստին չեմ կարող հայտնել, սակայն հաջորդ դատական նիստին կարծում կհայտնեմ թե դատանի, թե կողմին իհարկե։ Այդ է պատճառը, որ այս դատական նիստը միջնորդում եմ հետաձգել։ Թերևս ինչու է այս միջնորդության հետ կապված դատարան այսքան հարց բարձրացնում, որովհետև նախորդ դատական նիստում էր ներկայացվել դիրքորոշումը եւ գործի քննությունը հետաձգվեց նույն պատճառաբանությամբ, բայց որ նույն միջնորդությամբ, որ դիրքորոշման կապակցությամբ պետք է հայցվորը սահմանադրական դատարանի դիրքորոշման համատեքստում, որոշման համատեքստում վերագնահատի իր դիրքորոշումները, որոշակիորեն վերանայի հայցի փաստական հիմքերը, հայցի առարկան եւ բարձր իր վերջնական դիրքորոշումը։ Այսինքն նախորդ դատական նիստը ևս այդ հիմքով էր հետաձգվել գործի քննությունը նախորդ նիստով։ Նիստը եղել է ապրիլի 25-ին, շուրջ 1 ամիս առաջ։ Այո, հարգելի դատարան, բայց մի դիտարկում, որ այդ ժամանակ սահմանադրական դատարանի որոշումը բավականին վերջերս էր հրապարակվել եւ ամեն դեպքում յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների համատեքստում պիտի քննարկվի եւ յուրաքանչյուր գործի մասով դատախազությունը պիտի իր դիրքորոշումը հայտնի։ Եվ այս նիստով չեմ կարող այդ դիրքորոշումը հայտնել, այդ է պատճառը հարգելի դատարան, որ միջնորդությունը սպնդում եմ։ Լավ, այլ հարցեր չունի դատարանը, պատասխանող կողմի հետ ունի հարցեր կարող է տալ հայցվորին, եթե դիրքորոշում կա, գործի քննությունը։ Հարգելի դատարան, հարցեր չունեմ հայցվորին, մենք ըստեյության առարկություն չունենք, քանի որ մեր կողմից նախորդ դատական նիստին հստակ եւ մանրամասն շարադրվել է մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ եւ ես նախորդ դատական նիստին մատնանշեցի այն փաստը, որ եթե դատախազությունը համապատասխան միջնորդությամբ հանդես չգա, մենք մեր դիրքորոշումը արդեն ձևափոխված տարբերակով կներկայացնենք որպես միջնորդություն, բայց ինչպես տեսնում եք, դատախազությունը եւս ժամանակ է հայցում դատարանից, որպեսզի միջնորդությամբ հանդես գա եւ իմ համար սա այնքան ընդունելի, որ դատախազությունը միասնական համակարգ է, կարծիքով դեռևս միասնական մոտեցում ընդհանուր չկա սահմանադրական դատարանի որոշումների հետ կապված եւ մենք ըստեյության առարկություն այս պայդրությամբ չունենք դատական նիստը հետաձգելու եւ այս փոքր ժամանակ տրամադրելու, որովհետեւ մեր համոզմամբ այս ներկայացված հայցը ամբողջությամբ ներկայացված հայցից ամբողջությամբ պետք է դատախազությունը հրաժարվի, քանի որ դիրքորոշմացից մանրամասն նշել եմ այն բոլոր ելակետները, որը սահմանադրական դատարանը տվել է իր որոշմամբ եւ որոնք վերաբերել են սույն գործի վարույթի նյութերին։ Ուստի ներկայումս առարկություն չունեմ, դատական նիստը հետաձգենք, այս բան ժամանակ տրամադրենք, որպեսզի վերջինս եւս դիրքորոշում հայտնես հանգամանքի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Ես հարգելի դատարան, այս որը խնդրեց 1.5 ամիս, հիմա ես որ ասեմ 20 օր ժամանակ տրամադրենք, կարող է չհասնենք 20 օրում տրամադրենք։ Մեր համար ինչքան հնարավոր է շուտ, այնքան լավ, բայց եթե այս որը դիտո որ 1.5 ամսվա ընթացքում է ամբողջությամբ բավարար, որ իրանք ներկայացնեն իրենց դիրքորոշում, ուրեմն ես առարկություն ունեմ, ավելի լավ է 1.5 ամիս հետո լինի, բայց արդեն հստակ դիրքորոշում ունենանք։ Շնորհակալություն։ Հայցվորի միջնորդության բավարարման արդյունքում գործի քննությունը հետաձգվում է նախնական արտական նիստով
հունիսի 12-ին ժամը 15-ին։ Հարմար է հարմար։ Հունիս թե հուլիս։ Հունիս Ժամը 10 ժամը 15-ին։ Ես ճիշտ ասած 16:00 հրազդանում դատական նիստ ունեմ։ Որտե նախորդ նշանում կալանավորակ նիստ էր, հեսա հնարավոր բայլուրդ է։ Այլ օր դատարանի գնահատմամբ երկշաբաթյա ժամկետը ամբողջությամբ բավարար կլինի եւ ողջամիտ է հացված տրամադրելու համար, դրա համար օրերի Հունիսի 11-ին է գետը։ Հունիսի 11-ին։ Այս հարմար է հունիսի 15-ին։ Բոլորին հարմար։ Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց 2025 թվականի հունիսի 11-ին, ժամը 15-ին։